Թեև հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը մտադիր է ավելի քան 15%-ով կրճատել ռազմական բյուջեն, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր պնդեց. դա բանակի բարեփոխումների վրա չի ազդի։ Ամենից կարևորը, որ որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու եւ դա ընթացած իր տրամաբանական ավարտին հասնելու։ 2026 թվականի բյուջեի նախագծով, որ դեռ պետք է հաստատվի խորհրդարանում, պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 563 միլիարդ դրամ, մոտ 1.5 միլիարդ դոլար։ Դա այս տարվանից պակաս է շուրջ 265 միլիոն դոլարով։ Եթե գումարը կրճատվում է, ինչպես է բարեփոխումների ծավալը մնալու անփոփոխ։ Հնարավոր է նվազեն ռազմական գնումները։ Փոխնախարարը չհստակեցրեց։ Այս հարցերն անպատասխան թողեց նաև Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Բյուջեի քննարկման ժամանակ ես շատ եմ խոսելու եւ դուք հիմնավորված կասեմ, թե ձեր պատկերացումները այդքան էլ չեն համապատասխանում այդ թվերի տրամաբանությանը։ 44-օրյա պատերազմից ի վեր պաշտպանական կարիքների համար հատկացումներն ամեն տարի ավելացել են։ Կտրուկ էր աճը հատկապես անցած տարի մոտ 20%-ով, ինչը հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը։ Բաքվից անգամ խոսում էին Հայաստանի ապառազմականացման անհրաժեշտության մասին, պնդելով, թե Հայաստանի ռազմական ծախսերը մեջբերեն վտանգավոր են Ադրբեջանի համար։ Բյուջեն կրճատելու կառավարության որոշումն ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով ուղիղ կապ ունի Ադրբեջանի այդ պահանջի հետ։ Չի կարելի մտնել սենյակ եւ գետաձին չտեսնել։ Իհարկե, այդ բյուջեն այս հատվածով, այս մասով բացառապես ադրբեջանական պարտադրանքի իրականացումը։ Երևի, ոնց ասեմ, նույնիսկ սեփական խոսքերից է հրաժարվում, ասում է չի լինի էական աճ, չէ, տենց էր ասել։ Հիմա մենք տեսնում ենք, որ կա էական կրճատում։ Հիմա սա համեմատում ենք Ալիևի հոխորտանքների հետ։ Ոնց կարելի ասել պատահաբար համընկավ այս ամեն ինչը իրար հետ։ Չի լինում տենց բան։ Չի լինում։ Բաքվի պահանջով բյուջեն կրճատելու ընդդիմության մեղադրանքներին այսօր հակադարձեց Ազգային ժողովի նախագահը։ Որևիցե մեկի կողմից պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշում է կայացվել։ Երկրորդը, բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի շահից։ Մենք նույնիսկ, չգիտեմ, համազգեստն ենք փոխելու։ Ռազմական ծախսերը կրճատելու մասին կառավարությունում սկսեցին խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո։ Իշխանությունից հիմնավորում են հաստատված է խաղաղություն եւ ռազմական ծախսերը նվազեցնելու մի պատճառ էլ դա է։ Ալեն Սիմոնյանի խոսքով իշխանության ցանկացած որոշում, այդ թվում սա բխում է Հայաստանի շահերից։ Օպտիմալացումը եւ ինչ որ չափ բան տեղափոխելը որևիցե նշանակություն չունի, իրանք շատ բան են ասում։ Այսինքն ինչ իրանք ենթադրում են, որ մենք պետք է մեր բյուջեն այնքան մեծացնենք, որ Ադրբեջանի նավթ ունեցող եւ գազ ունեցող Ադրբեջանի կամ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի հետ, այդ ինչքան պետք է, ասենց ասեմ, ամբողջ բյուջեն է դրա մասին չէ։ Պարտադիր չի դու շատ ծախսես, պարտադիր դու արդյունավետ ծախսես։ Ընդդիմադիր պատգամավորին իշխանականների բացատրությունները չեն համոզում։ Արթուր Խաչատրյանն ասում է, իշխանությունը Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարում է, բայց դրանք ներկայացնում որպես սեփական նախաձեռնություն ի շահ Հայաստանի։ Իրականությունը այն է, որ Ալիևը հոխորտացել է, բազմաթիվ անգամներ սպառնացել է, որ չի հանդուրժի Հայաստանի ռազմական պոտենցիալի աճ։ Հայտարարել է, որ Հայաստանում միլիտարիզացիան այսպես կոչված, չնայած միլիտարիզացիա չկա, Հայաստանը վերականգնում է իր կորցրած պոտենցիալը խաղաղության մեծագույն խոչընդոտներից մեկն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որը անցյալ ամիս կամ մի քանի շաբաթ առաջ խոսում էր ռազմական բյուջեի էական աճ չլինելու մասին, հիմա ներկայացնում է բյուջե, պաշտպանական բյուջե, որը նվազել է։ Ակնհայտ է, որ ինչքան էլ այս մարդիկ փորձեն իրենց այս զիջումը փաթեթավորել, իրական Հայաստան, 4-րդ հանրապետություն, թե ինչ ցնդաբանությամբ, սա Ադրբեջանի հրամանի կատարում է։ Ի տարբերություն Հայաստանի մոտ 3 անգամ ավելի ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանը հաջորդ տարի եւս կավելացնի ռազմական ծախսերը։ Ադրբեջանի կառավարության տվյալներով 2026-ին ռազմական հատկացումները պետական բյուջեի ծախսային մասի 21%-ը կկազմեն։